Ողջույն սիրելի հայրենակից, մայիսի 9 2025 թվական 012-ի համար Պաբեդայի օր, մեր համար սովորական աշխատանքային։ Ամփոփելու ենք շատ կարևոր թեմա, մենք գտնում ենք, որ եղած արձագանքներին, ելույթներին և մեկնաբանություններին ու սպառնալիքներին, որոնք մենք սպառնալիք ենք համարում, որ Հայաստանի Հանրապետությունում մի քաղաքական ուժ և նրա գլխավորող անձը Ռոբերտ Քոչարյանը ուղղակի առումով մեջբերում անելով կդիմի Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի միջամտեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ Դա է արել Ռոբերտ Քոչարյանը։ Եվ Ռոբերտ Քոչարյանը մեղադրել է մեր կողմին Հայաստանում ներքաղաքական ուժ ներկայացնելով, սա նշանակում է ինքը Բաքվին է ծառայում դրանով։ Եվ այս բոլորը անարձագանք մնալով մենք համարում ենք, որ մենք չենք դատապարտում, բայց այստեղ կա մի իրականություն։ Մենք ներքին անվտանգությունը մեր երկրի ազգովի վերցնում ենք մեր ուսերին։ Շատ կարևոր մեջբերումներ եմ անելու եւ վերաանդրադարձ եմ անելու ապստամբության փուլերին, the phases according to studies published and declassified by the Central Intelligence Agency, կենտրոնական հետախուզական գործակալության այն գիտությունը, որ բաց կիսվում է մարդը, հասկացող գործիքավորմուն այդ աշխատանքից հասկացող մարդկանց համար։ Լավ, պիտի խնդրեմ մնացեք մեզ հետ, շատ կարևոր կետեր եմ նշելու, տանք մի քանի սեկունդ, որ հարազատները հավաքվեն, փառքը անվանո Հոր եւ Որդվո եւ Հոգուն Սրբո, ամեն օրհնյալ է Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հիսուս Քրիստոս Աստվածն է մեր, որ նստավընդ արջն մեր երկնավոր Հոր եւ գալիս է։ Տանք մի 15 սեկունդ։ Սիրելի հայրենակից բարի լույս ու առավոտի լույս ու արեգակն արդար, ըստ մեր վանեցիների, որ ասել են ժամանակին, արեգակը ծնվեց վանածովից։ Ծագյաց մեզ Տեր լույսն քո եւ առաջնորդյաց մեզ քո իմաստությամբ։ Իմաստություն Հոր Հիսուս, տուրս մեզ իմաստությունս բարին խորել, խոսել եւ գործել առաջի քո ամենայն ժամ։ Չար խորութոց իբանիցի գործոց փրկյա մեզ եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս ամեն։ Շարժվեցինք առաջ, սիրելի հայրենակից, ուրեմն ապստամբության փուլերը երբ անդրադարձ ենք անում, մենք այստեղ շատ թաթախված հազիվ այդ բառը ճիշտ կտա, ախցխանոր եմ սովորել ասել, ներողամիտ կլինեք։ 9 տարեկանից Ամերիկայում եմ մեծացել, բայց այնպես չի, որ երբ վերադարձա հայրենիք 1-2-ից հայոց գրականության սխալները չեմ բռնել։ Ուղղակի գրականությունը սա դեռ աղքատ, թե չէ կարդալը մի քանիսիցդ լավ եմ կարդում, Փառք Տեր Հիսուս Քրիստոսին, կարծում եմ հայրենս էլ այդքան շատ բուքսավատ չի անում, կկարողանանք իրար հասկանանք։ Սիրելի հայրենակից, մեջբերում եմ անելու քո վերլուծաբանների շատ շաբլոն եւ ամեն օր օգտագործվող բառը, որին ասում են հիբրիդային, hybrid wars։ Well, ձերս վերլուծաղ ու չէ, մի հատ ուրիշ բան ունեք, ինչա, ոնց որ գնդոն արծրունը ձեր, իրան ինչ եք ասում, փորձագետ, հա, ուրեմն ըստ ձեր փորձագետների հիբրիդային, հիբրիդային նշանակում է ոչ կոնվենցիոնալ, տանկով, թոփու, թուֆանգով, այլ
այլ մեթոդիկաներ օգտագործել, որ ծնկի պահել որևէ երկիր, պետություն կամ հանրապետություն։ Ձեզ մեջբերում արել ենք մի քանի անգամ, չէ՞ սիրելիս։ Երկաթ գծերը ձեզ ԻՊՀ-ն 3 տարի բղավեց ամայի տեղերը, պարոն վարչապետ, ցորեն ցանի։ Այսօր քո փորձագետները ասում են հացահատիկը կարող է դառնալ ստրատեգիական, ռազմական, ռազմաստրատեգական, սենց բարերը իրար կապելով, հիբրիդային պատերազմի մեջ, ձեր Free News-ի բաները, ոնց ասեմ էլի, դզող փչող տղեկ կան ախպեր, պամոշնիկի կարիք ունեն, լավ կամազ քշող, լավ ախպերներ կան։ Գնացեք յուղը չափի առավոտ մետքեն, ժիտկստը բանա ստուգի, անտիֆրիզը հելը գործինգ էր։ Ինչ Free News, դու ես ժուրնալիստ, եղբայր։ Լիքը աշխատանք կա անելու։ Մեղատես։ Քեզ եմ ասում Free News։ Այն աղջիկները, հետները խոսացի են, բանը, որ պուդրի են անում, պատրաստում են կամերային, Free News-ում աշխատող ստուդիոյում։ Այդ աղջիկներին բերեք նստացրեք հարթակ, այ գրագետ աղջիկներ են։ Ժողովուրդ, ըստ լուրերի Շինգավիթ ոստիկանությունը շնորհակալ ենք փայլուն ծառայության համար տղաներ, ինչ որ մերսման տեղ ու բան եք բռնել, հա, մերսման տեղ ա եղե Արշակունյաց 51, սենց ասում լուրերը։ Այդ հոթելը բանը որ կա։ Բա քանի տարի է ասում եմ, եղբայր, լարի 16-19 տարեկաններիդ նայի Պարսիկի հետ։ Էսուր հասակ դու կարա։ Եղբայրը թե որ բռնել ես, խոտ դուր տար բաժին մի հատ ռազվարոտ արա, բանի վրեն, նժդեյով, հա, դու մլիցու ավտոյով ես, դու կարաս ռազվարոտ անես, լույսերը վարի պենք-պենք արա, այդ ծուղրուղուն, հա, ռազվարոտ արա մի հատ կամացի ծիոմնի սենց, մարալնի մի հատ մտի 20-45-ից հետո էլի, Կոմիտասի պանդիոնի այգին, են քանդված տեղերը, բանսը ֆրֆրա մի հատ, տես երեխեքին հետ ինչ կանֆետ են տալի փողի դիմաց։ Բարի լույս ու առավոտի լույսո արեգակն արդար, լույսը ծնվեց բարին էլ հետը, շարժվեցինք առաջ, սիրելի արնակից, հացահատիկը զենք է, 2021 թվից կոկորտս պատրվեց, գյումրու երկու կողմը, լեննագանի տրասի երկու կողմը, չոլերա գնա գալիս եմ, և սրան ասում են imminent domain, իրավունքով պետությունը, կկակայնի կասի, ես ամայի սենց որ թողել ես ինչ սեփականա, ռազմական իրավիճակ եմ հայտարարում, անգը ճոլորում ես, մի $1000 կողմես ջեպը, քացով կամագին հայդաստից, ճաղերը լրիվ քանդում ես, եղածով ցորեն ես ցանում, բայց առաջի տարին գարի ես ցանում, որ դիտոքսանի էլի հողը, ջոգիր, հիմի կարող է երկաթ գծի տերուտ իրական լինելով, ըստ քո փորձագետների հացահատիկը ուշացնի Հայաստան մտնելու, բայց այդ եղածով զենք է, ոնց որ տեյնիսունդ, եսի մինչդ, զենք է ցորենը, ջուրը զենք է, ձեր միակ զենքը ձեր զնգզնգոցն է, խռուստալ բաժակի նման, գավաթ էլ չեմ ասելու։ Կարա երկիր է եսի աղպետ, ու իմ երկիրն է, ով եք դուք։ Թե բան ջոգի արաբել եմ, ով եք դուք։ Բաց ու բացահայտ անցանք բուն թեմային, եկեղեցու թաթախված լինելը, եկեղեցու առնչությունը չի, գլխավոր շտաբը KGB-ի, որ վաղար շապատում մեր եկեղեցինա, դա հստակ և 1000%։ Կալանավորվել են 9 ոստիկաններ, սիրելի հայրենակից, հետևողական չլինելու համար քրեական անպուտություն գոյություն ունի, և իմացությամբ արա։ Եվ ես 20 տարեկան բալա եմ կորցրել, հորն ու մորեդ հավասար կարամ ասեմ, բանակ ենթակա, երկիր պահելու ենթակա առույց զավակ։ Ատեղ դուք էլ եք մեղավոր հարազատներ,
Էջմիածինցիներ, վաղարշապատցիներ ով կա, չկա որ Դոմպիպոյի կինոն նայեցիք վաղարշապատում։ Բա կաշառքը երրա, բա ինչ կեղ։ Հիմա ում եք մեղադրում։ Հիմա ես ուզեմ չուզեմ, պիտի ասեմ ըստ կարգի։ Հարգելի Արամ Հովանեսյան ոստիկանապետ, մենք չենք պահանջում։ Եղբայրական խնդրագիր դեռևս բանավոր, հրաժարական դուր եղբայր։ Հրաժարվի գնատուն, որպես ոստիկանապետ դու ակոմպիտանտ ես եւ անկարող քո շարքերը մաքրելու։ Ես քո տղաներին լավ եմ ճանաչում, կենտրոնի յաները չէ, բայց մի քիչ են յաները։ Քննիչներ եմ ծանոթացել, քրեական հետախուզություն 1-2 հոգի ձեռնվել եմ, կարգին կիրթ տղեկ են։ Մի քիչ ավելի փայլուն երիտասարդին բերը տեղ, պարոն վարչապետ։ Ու ես հարցին լուծում տուր։ Հովանեսյան, մաքրի շարքերդ։ Մի քանի ամիսներ էր, չէ։ Այդպես չի։ Հա, մենք գիտես ինչից ենք վերապահում, բարոյական իրավունք էսպես խոսելու հարգելիս։ Որովհետև մենակ մենք ենք, որ չծաղբանք։ ԻՊՀ-ի պաշտպանություն Հայաստանի հիմնված 2016 թվականի արդեն դեկտեմբեր ամիսներին հստակ որպես կազմակերպություն Ամերիկայի Միացյալ Նահանգներում քրտնաջանք աշխատանք են կարել, որ վերապահենք այս իրավունքը։ Գիտես ինչքան փողեր են մեզ ցույց տվել, Հովանեսյան։ Կարողա մենք ապուշենք, կարողա դուք մի բան գիտեք, մենք չգիտենք։ Ճշտովա չէ դի վեգալելը։ Մքերապի լավ ախպերն ասենք, կնգա քերու տղենա, պես գործը լապ ջրեք թոյ թանգեր։ Ախպերական խնդրում ենք էլի բան, հա, ընդ մարդա մեռ է բայց։ Այդտենց չի։ Ես քեզ չեմ մեղադրում, Հովանեսյան։ Ուղղակի կարգն եմ ասում, այս տեսակ ծաղողման 9 ոստիկան ապառնվում, այ ախպեր։ Դու էլ ոստիկանապետ ես, հրաժարականը դուր գնատու։ Սա բարոյական պարտադրություն է քո կողմից։ Ասա ես էսի հակնելու իրավունք չունեմ, եթե այսքան շակալի հետ եմ աշխատել։ Այդքանը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներքին գործերի նախարարություն թոլսի Հովանեսյանը հրաժարական է տալու արփին է։ Դե չի ամոթ քեզ։ Ուրեմն լրիվ սուտ ֆուֆլիկություն։ Ուրեմն դու ես մայմունություն անում ազգին։ Հայաստանի ներքին գործերի նախարարը դու չես։ Աշխատանքից հեռացրու, բայց իր դիմումով հրաժարականով, որտեղ սիրում հարգում ենք այդ տղուն, բայց ինքը չի կարող ոստիկանապետ լինի։ Շարժվեցինք առաջ։ Սիրելի է, որովհետև ինքը կանեստր կրակող այդ տականքներին, որ քիթ ու բերանները ջարդված միջև հիմա հաշվանդամ են այդ երեխեքը։ Մարտի 1-ի նույն լպրծուններին պահում է իր շարքերի մեջ, կարող է մերքսինը չես տալի, չգիտեմ։ Պետք է մաքրվի այդ համակարգը։ Հեղափոխությունը դու պետք է ժնջիլներով կապեիր սահմանադրականի դուռը, պետք է դատարկեիր, պետք է ասես չկա սահմանադրական դատարան, պետք է հանեիր փողոց դրանց։ Բայց այսօր ինչ ենք անում։ Օրա, Զավրոդինու, Պաբեդա, գնացե։ Մոսկվայի այդ։ Anyways։ Սիրելի արնակից բաց հայտարարության հետևանքով եւ եկեղեցու ղեկավարությունը ուղղակի առումով գլխավորող եւ կոմունիկատիվ կամուրջակն է ապստամբության մեր երկրում։ Գարեգին Բ, Աջաբահյան, Վարտանիկ, Վարտանիկ ասեցի մի բան միտքս եկավ, շատ ճիշտ բան է ասում, գիտես, ընկեր Մարգո։ Ձայնը ասում է, կարևոր է։ Գիտեմ Վարտանիկ, ախ ձայնդ։ Մեջբերում անեմ, ախ ձայնդ։ Սի գիտես ով սավնձի, քո գախնի սիրուհին։ Վարտանիկ։ Սիրելի հայրենակից, բաց հայտարարություն ի պաշտպանություն Հայաստանի կողմից։ Մենք, որպես ազնվորեն նվիրյալ մեր սուրբ հայրենիքին, մեր երկրորդ մայրաքաղաք Գյումրի եւ Լեննագան ու Գյումրեցիներիս զիջելություն է մեզ
տրասից գլորված արուն ընկած թրջված է դա խամյակին, ձեր վարտանիկին, լսում ես վարտանիկ, չգիտեմ Նիկոլը ինչա մտածում, ռոբասերժական նիկոլականները, թե իսկական նիկոլականները ինչ են մտածում, գույնս գույն խառը կանաչի է այս ամեն ինչը, ես քեզ Գյումրի չեմ զիջելու, դու կտենասով եմ, Զանգի 102 դարդդ լացի, ասա վատկը, սալա բանա դրել եմ, Давай պիոմ մի քիչ դարդներս պատմենք, տավարիշ մայոր, Գյումրի նա տիպ է Գյումրի, դու լրիվ վերջացար, նախ կոմունիստական կուսակցություն անստել քաղաքապետ, երկրորդ հերթին վարչապետը տել պարոն գնացել է Մոսկվա, շքերթի, հաստատ ուկրանացին խփելու է, քո 102-ին քեզ էլ հետը, գիտես ոնց, են բզեզով, մինչև հիմա որ խուսափել է լեննագան քեզի, են բանի խաթոր, որ Եվրոմիության ուղղություն ես բռնե, զսպվածություն կար, հիմի դու էլ ես թիրախ, ախմախ, Գերի ու գնա պատմի, տնական հայրենով եմ ասում, չգիտեմ, չկա չարիք չունենա բարիք, միգուցե դա կօգնի մեզ, որ ի վերջո 102-ը հանենք, Հայաստանի Հանրապետության տարածքից, Աստվածօրհնի ազգս, հայոց պետականությունս, ձեզի 1000 ասինք, ձեզի սենց ասինք չլսակ, ընենց ասինք, դու գիտեիր ժաշ կնա, կատաստրոֆիա, ես քեզ ասում եմ, այս արարքի, այս քանից հետո կոմունիստ ես ընտրել դրե աթոռին լեննագան, մի հատ է վարչապետ ես ուղարկում կարմիր բանակին ծափահարելու, էլնքի պտի սև աչկերիտ նայի, քոնը ավելի սիրուն աչկեր են, քան պաղեստինցի երեխեքի, թե Սուրիայի, հը, դե ձեր արարքները իմացեք, որը որտեղ եք անում, դուք այսօր Քրիստոսի իջման խորան հաստատած սուրբ էջ միացնում, արա փողոցում 20 տարեկանը ծեծելով եք սպանում, այ պորնիկի լակոտներ, դուք էտ տեսարանն եք դրե իմ դեմը, դուք գիտեք ես ելույթ եմ տալի դերասան եմ արա, Հովանեսյան հրաժարականդ ենք սպասում, ոստիկանության գվարդիականներ ամշակում, չկան ձրիակերկը հավաքում ես գլխիս, դրանց ոչ մեկը աշխատող չեն, պարեկն է աշխատում, այ պարեկային ծառայությունից շնորհակալ եմ, Զարգացող համակարգ, դրա համար շնորհակալ ենք պետությունից, Սիրելի այնակից, բաց և բացահայտ հայտարարությունները և որնամեր անելիքը ներքին ու ընդհանրապես հանրապետության անվտանգությունը ապահովելու համար դրա վրայից ենք անցնելու, այս աշխատանքը մենք ենք անելու։ Մեր վրա է մնում։ Մարդը Պաբեդա Սովետսկի Սոյուզ գնաց։ Բաց մեկնաբանություններ կան հայրենիքում։ Օգնեք մեզ Բաքու, օգնեք մեզ Կրեմլի, Մոսկվա, որ գցենք պետությունը, Ռոբերտ Սետրակի Քոչարյան, հայկական կողմն է հրահրել ասում։ Պարոն Խաչատրյան Արմեն, ԱԺ անվտանգության հանձնաժողովի հիմնական անդամ, լավ ելույթներ ես տալի Ղարեբ, բա մի հարց տամ, էդ դու ես ողջունել, որ Ղարաբաղցի գնդապետը ԱԱՑ-ի գա Հայաստանի Հանրապետությունում լինի գնդապետ ԱԱՑ-ի, դու ես էդ հռչակագրին ստորագրե տակը, հա, օրենքով եթե պետական մարդ է Անդրանիկ Քոչարյանը, ականջիցդ բռնած պտի վռնդի ըտից, նախքին ոստիկան ես, չէ, հա, ոստիկանություն ես մարդու մեջ ազգային գրամ չկա, ազգային տղաներ կան ոստիկանության մեջ, իսկական ազգային, որոնց բալիկները իմ բալիկներն են, ոչ քո ոչ է քո արծրունու մեջ, ազգային կորիշ չունեք, դպրոցական աղջկա նման, մենակ մարդկանց հետևից զանգել գիտեք, իմ գործն չի խանգարիր Արմեն, Արծրուն Արմեն Խաչատրյան, Արծրուն Հովանեսյան, Սասուն Միքայելյան չեմ ասում,
Սասունը չէր կարող աներ։ Սասուն Միքայելյանը կա որպես նախագահող, որ ԿԲ ընտրաթերթի ապահովի։ Զինվորական գրամ չկա այս մարդկանց մեջ։ Ինստիտուցիոնալ եք ասում եմ, երեխեքն են զոհվում դրա պատճառով։ Ընդ մի ասեք ով ականն է, ով կանաչ հագավ, իմ աղբերն է, նույն մորից ծնված, նույն կատը կերած։ Ինձ մի բերեք ձեր քաղաքականությունները։ Գալուստիկը դուք եք կապում, մենք շաբիկ ենք հագնում տակից։ Բանակն է սարքիկ, գույնս գույն դրոշակով ես հիմի։ Չկա քաղաքական չկա մեր մեջ։ Մեծ գործ ունենք անելու։ Վասն հավատո առաջի հերթին փառքը Տեր Հիսուս Քրիստոսին եւ վասն մեր հայրենյաց մեկ ուղղություն կա տղաներ աղջիկներ։ Հաջորդ քայլը արեց այս կոտեմ ջրելուց են կոն բան չիմացող այս բիջը անգլիացու British Petrol-ի սարկած Ադրբեջան կոչվածը։ Մի հատ քայլ շատ խորը ներթափանցում ենք անում։ Այդ է սյունած պաշտպանությունը, այդտեղ է գտնվում։ Սյունիքի դրոշը ծայրը ով հողին կպցրեց նժդեական պատիժ է ուտելու։ Հադրուցիկ ձեզ չի վերաբերվում, հանգիստ։ Հա, չեմ կպնի ձեզ։ Սյունեցին հասկացավ։ Ինչ եմ ասում։ Մենակ Հադրութը Աֆղանստան էր աշխարհի գլխին, ով կարար մեր հետ կռիվ տարը տղա աղբեր։ Քյարբաջար ես տվել։ Աղբերի Իգլայեսը Քյարբաջարում կրակելու կարիք չունես։ F-16 անցնելուց Իրանս այդ կոտից բռնես սենց անես, կտաս տուրբինը կջարդես։ Գլխիդ վերևից է անցնում։ Դու Քյարբաջար ես տվել ում։ Այդ որ ահռելի մեծ բանակին, այդ ինչ անձրևող բայրակտարներ ես խոսում, ամենաշատը որ տրակի պայթի 4 հատ բայրակտար երևի, ընդհանուր տարածաշրջանում։ Նախ Իջևան, Իջևանով գալի վրետ ֆռռում էր։ Բնախճևան այրոպորտի չխփիր։ Նիլիզիա, անպայման պետք է երեխեքին տանեիք կանգնացնեիք, որտե արդեն հսկում է ռուսը, Վանեցյան։ Դուք եք արել էդի։ Ասեմ Նախիջևանից հա թռեխի չես խփե, պարոն գեներալ։ Իգդիր Նախիջևան յոլունխի չես խփե ճանապարհը։ Ոնց պարտադիր է ժամո արած տեղը ուղարկես, ասել եմ, մերոնք շոյով հիմա էլ ասեմ քո հարսին, որտեղ կրակում է, այդում ընդեղ ես կանգնում, եղբայր։ За что? Ավտոբուսով ընկնում են ճամփա, տանում են մինչև ընդեղ, որտեղ արդեն կրակոց է լսվում։ Թրա ձեզ ուրիշ բան է հասնում։ Պարոն Անեկ Քոչարյան, մաքուր լինելու համար Արմեն Խաչատրյանի հրաժարականը պահանջեք այդ հանձնաժողովից։ Այդտեղ եթե գաղտնեություն պարոնակող ինֆորմացիա եք կիսվում, բա պատիվ չունեմ ՖՍԲ-ն ինչ գործ ունի այնտեղ նստած։ Վանեցյանի։ Կրկնում եմ, Վիլեն Գաբրելյանի կողքն էր նստել, որ խոսում էինք։ Կարող է գժի տեղ եք տրել մեզ, եղբայր։ Պարոն Անդրանիկ, ես ձեր հանդեպ հարգանք ունեմ ու հանրային եմ խնդրում։ Այս երկու անձնավորություններին այդ հանձնաժողովից դուրս անի։ Մեր աշխատանքը մեր ոլորտն է, մենք քաղաքականություն չենք մտնում, բայց չենք թողնելու վերապերևառոչիգություն անեք եւ բերեք սմենափող։ Ժողովուրդը պիտի ընտրի սիրելիս։ Սա է մեր ուզած պահանջածը։ Երրորդ ուժ կա, ունեմ այդ պաշարը իմ հայրենիքում։ Հայլուն երիտասարդ սերունդ, հրամանները կատարելու պատրաստ եմ։ Ոչ Մայրաթորին կաթողիկոս սմենափող Սահակը Թուրքիայի, ոչ Գարոյի Փաշինյանի հետ բարշացը կեղնի, ոչ մի բան։ Ես ամեն ինչի հոտարուն, ես ունեմ այդ հոտարությունը։ Չեք անելու այդ բանը այս ազգին։ Կրկնում եմ։ Ես Գյումրի չունեմ մի հատ թրջված ապուշի զիջելու, ոնց որ վարտանիկն է։ Քեզ Գյումրի չեմ զիջելու, ծո։ Լսես կը, այ քոսա։ Ենել Գյումրի, ամենասիրածս տեղի, ամբողջ Հայաստանով մեկ։ Ու դուք ախմախ չեք։
Սիրելի հայրենակից, ապստամբությունը հիմա նայեք տեսեք ինչքան հետաքրքիր բաներ ա կատարվում։ Սիրելի հայրենակից, այս քարտեզը, այս ինչ որ դրել եմ ստեղ, էսի տեսել եք, չէ՞, ապստամբության փուլերը, the phases of insurgency, այդպես ենք ասում։ Ստեղ փուլային է, նայի փուլեր, հա, ստեղ փուլերն է ապստամբության, նախա ապստամբություն, հա, այդպես է թարգմանվում, նվազագույն փուլում է երկրորդ գծի մեջ, չէ, բայց երրորդը գնալով թեժանում է, չէ, Ռոբերտ Քոչարյան Սեթրակի այդ իժի հայտարարությունից հետո, սիրելիս, ըստ հակաապստամբության կոմիտեի օրենքի, որը Նիկոլը պիտի ավակեր տենց էլ չարեց, մենք արդեն այս վերջի շեմը հատել ենք վաղուց։ Մենք գտնվում ենք նախապատրաստական փուլը, քաղաքացիական գրոհներ եւ գորելակռվի դեմ պայքարելու նախապատրաստական փուլ, երբ գալիս է հակաապստամբության կոմիտե եւ ներքին, արտաքին, ընդհանրապես անվտանգության եւ հետախուզական գիտության։ Ըստ այդ ճիշտ ֆորմուլայի։ Հիմա այն դբրոցը, կամ այն դաշտի վարժանքը, կամ այն պրակտիկան, որ մարդիկ ունեն, քեզ ասում են Հայաստան, դու գտնվում ես վերջի ապստամբության փուլի շեմը հատած կարգավիճակում։ Զինվի ժողովուրդ։ Կարմիր գիծը, պապայիդ կարմիր գիծը, Քոչարյան, մարդը ասում է, հայկական կողմն է հրահրել պատերազմ, մարդը Բաքվին ասում է դատի տուր Հայաստանին, մենք էլ ասում ենք ռևանշիստ ա ուզում, Լիլիթը ճիշտ ասեց, հումորով էր ինքը ասում, ես լուրջ եմ ասում, Դալաքյանի ասածը ես լուրջ եմ ասում, Նիկոլ վեկա տուր Բաքվին սրան, ասա ես ա ռևանշիստս, այս սենց կբարձրանա, ճիշտ է ասում, ինքն էլ ես համաձայն եմ, ռեյտինգներդ, ընտրություններդ կտակ անցնյուր, վաղ առավոտ վեր կենանք, այսօր չէ, այսօր հոգնած կլես, պառատաբանա, հա, կալոշ, սապոկ, բորշ, կալաշնիկով, հոգնած կլես, Զավրոդին ու Ստալինու այդքան գորալով, հիմա, առավոտ, վաղ առավոտ վեր կենանք, լսենք, որ Քոչարյանը Բաքվի դատարանում կայնել է, իրա պապայի ընկերների դեմ, իրան բան չեն անի։ Զեյնեբ խանումի օրից ինքը Ռամիշի հետ գիտար նվագող Դաղստանում ամեն ինչ բարշել է արդեն։ Գյուղատնտեսական բարձրագույն ու գյուղատնտեսական համալսարան Դաղստանում։ Այս ռուսը մեզ լրիվ ապուշի տեղադրեք, KGB-ի շկոլ է։ Գյուղատնտեսական։ Բադրջան ջրել են սովորացնում այդ դպրոցում։ Այտենց փակ։ Սիրելի հայրենակից, քանի որ գտնվում ենք վերջի փուլում, ունենք մի քանի պատրաստական իրականություններ։ Հատուկ особое внимание, сказала дядя Андрей. Ուշադրությունը Սաշա շաշ։ Ով Գարեգին ական է KGB-է, սամեք։ Լոս Անջելեսի ափերում մենք ունենք բոլոր դոսիեները ճշտված, պատետավորված, մենակ բանձիկով չենք կապել։ Ով ում բարեկամնա, դաշնակի մյուս անուններով սպենավ կազմակերպություններ, կազմակերպողներ, որ քար շպրտողներ բերեն Հայաստան ոստիկանների վրա, ճշտված են նաև մի քանի այլ աներևելի կազմակերպություններ, որոնք հովանավորում են և ավետարանչական գծի վրա դրած քարոզիչ իբր թե, որ ուղարկում են Հայաստան, էդ էլ ա ճշտած, Հովնան Էֆենդի, Արբաթ ռազմական ստրուկցիան տերորիստ կազմակերպություն է, ինչպես Վագները, որովհետև ինքը Վագներին բատալյոն էր տալիս։ Դու արբաթական ես դաժե, թաթախված ես KGB-ի գործի մեջ, բայց կոռումպացված ամերիկացի կամ լատին ամերիկացի, թե սևամոր, թե սպիտակ, թե Ֆիլիպին, չգիտեմ, թե հայ, ձեր գեներացիայով առաջացած
ընտրաթերթիկները չեն կարողանում մերժեն, որտեվ դաշնակի հետ ընտրաթերթիկ եք բերում, պալետներով իրանց ոռը աթոռին ապահովելու համար այդ կրիմինալ գծի վրա աչք փակոցի եւ բաց թողում են արել։ Հիմա criminal negligence is one thing, but co-conspiracy and espionage is another. Racketeering is also a federal felony. Hovnan Efendi. Գրի զանգի FBI ոստիգան չէ ասա I have confession I write it գահանթարտիս քերե քարեկին բեն երեգոյաներ չենը ծորեգեր որ սիգինասավ ներսես արքեպիսկոպոսին ձեձելով սպաննեք գացարանի մեջ իր բնագարանի սենյակին մեջ մայրաթորի դարածքում երկրորդ որ թուն դեղյակ եղած ես որ Արբաթը խաչագիրները եւ Վագները նույն գազագերբությունն են եւ թուն կհամարես Դոմբիբո եւ Եզրաս եւ Գարեգին բեյ քո համակորձակիցները FSB KGB քեզին վրա թուն քիծած ես որ իրենք KGB-ն եւ քո թուրը գաբած շուննալ հագա Ամերիկա անվտանգության շուն Ովնան Էֆենդի ուրեմն սիրելի հայրենակից հիմա թանգարանը պիտի վաճառես չեն ադետնենք անիգա վաճառեսնը հասցեբիտտամ քեզի քրե Ովնան Էֆենդի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի Փարեքորց հանձնաժողովը գա Հայաստանի Հանրապետության կառավարության շենք առաջին հրաբարակ է հա ատ դրամը հոմբիտ ղրգես փանագի դրամն է անիկամ է Əfəndilər Գարեգին բեյ Եզրաս Վիլվիլիկ Նանար, Նաթար, անունը Նանար են դրել, Փարաչայով մադամ Պամպալինոն էր, լավ լսեք լավ, որն է ձեր առնչությունը Դոմպիպոյի և Արբաթի հետ, երկրորդը, որ օրն էր, որ Արա Աբրահամյանը, որ Հայաստան է հիմա և թուք, գիտակցաբար կաբաց կորձունիկ Վագներներուն հետ, Որն է կազմակերպությունն է Trivia question and որ հարցը դալուց հետո չոջուխներուն ասանք տնկ 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 բանը գմիանա գիտես թիկ-թակ չոջուխները կմնացեն ասանք պատասխանը պիտի գտնան հա քիծավոր պիժամաները հագած ասանք բանդիկներով հիմա դի դուք եք Հովնան Էֆենդի Քարեկին Էֆենդի Դոմ Պիպո գնա Բուլղարիա Պիպո նորից եմ ասում մի հատ սարը պիվախը մի տղեկի է չէ արի չմիացին տեսցում բե այդը Ռոբերտ Սեթրակի Քոչարյանին աս Վիքեն Հովսեփյանին հետ Կենտրոնական կոմիտեի քանձապահը հայ հեղափոխական դաշնակցության Թուն Հովնան Էֆենդի առաջնորդ մարդ ես բյուրբենք շինածդ եկեղեցին գնայեմ Դիզնիլենդը կովը բամը չէ ուր դեն է գավատ դրամ հոլում հիմա Սերժ Սարգսյանը երբ որ եկավ Լոս Անջելես հետը ռուս բերած էր էցեր Գլենդելի քաղաքապետարանը ինչ կորձունի Թոմ Պիպոյի դունին փացմանը սա մեկ
Երկրորդը ինչ գործ ունիք Վովա Գասպարյանին հետը մնացածն էլ պետք է էլի, որտեվ կուտ ես ուտելու, այստեղ կուտ է գալիս Գարեգին բե։ Սերժ Սարգսյանը երբ որ եկավ Լոս Անջելես, Կալիֆոռնիա նահանգային սենատորներ ունի, ամեն նահանգ իրեն սենատն ունի եւ գա Ամերիկայի Միացյալ Նահանգներու ներկայացուցիչների պալատը House, Senate, հա, նահանգային սենատի մասին է խոսքը Կալիֆոռնիա։ Ինչ գործ ունի Գեյլենդել Բյուրբենկ Փասադենա գաբունեցող քաղաքապետարանի քաղաքական գործիչներուն հետ նահանգային սենատորը աս ամեն ինչը գիտակցաբար գիտնալով, որ Դոմբիբո, Վագներ, Արբատ, Կրեմլի, KGB ամենը մեջն են կուբամետրներով էլ փող եք լվանում, կուբամետր պալետներով էլ անդրաթերթիկներն եք գողանում տատիկ պաբիկներից, դաշնագ ու հովնան և տալիս ձեր սենատորին նվեր։ Փոխարենը ապահովում է ներքին էլ քնչականների մեջ սուսու փուսը ամեն ինչի։ Կարող է FBI էջենտներ էլ լինեն, որ կաշառք են կերել հովնան։ Ես սկսում եմ կասկածել, հաբաուտ կոնգրեսական և սենատոր նահանգային։ Չէ որ թադավոր ալունիս, ձխական խորհրդի անդամ։ Ձեր տունը քանդելու եմ ձեր գլխին։ Ձեր երեխաները հաց են մուրալու։ Ձեր դռները ծեծելու են, բայց կուզեի անցրևոտ օրը լարասան, շատ ռոմանտիկ եմ այրդ այ։ Կելապչեները ոտքերեն ալ, սև հակած կուկան ասանք, գիտես, բոյլու ասանք, անուշիկ տղակներ են, թում գսիրես, մեր մեջ մնա, գիտեմ քեզի, հա, բոյլու տղաներ են ասանք։ Սրջորըն, ցայներնին ալ վարտանիքի սա, ցայնը կարևոր է, հա, բիլակլի բել է։ Ես անունը չեմ տալու, մի հատ մեջ վերում եմ անելու, գրին քարտի դիմաց, որ գրին քարտ կդասավորես, թե ինչ փող ես առեք հասիբից, ասում եմ էդ փողը տուր այ խոզ, էսի վերջից գուշացումը տա, դες ազգի դեմն եմ ասում, էդ մարդկանց փողը, սաղ քյասիբտերի փողերը հետ եք տալու, որ ես հետ համ Հայաստան գործ ունեմ անելու, այդա, ժաժարի, ғարիբ, Ռոբերտ Սետրակի Քոչարյանի գիծը, եկեղեցիները, Սերժ Սարգսյան, չգիտեմ ինչի, հայրանունը չգիտեմ կարևոր էլ չի, լսի այ պիտուխ, երբ որ դու եկար Հովնանի մոտ, դու արդեն հաստատ գիտեիր, որ ապահովված է, կեղտոտ նահանգային կամ ընդհանուր Ամերիկայի ներկայացուցիչների պալատի կաշառք վերցնող քաղաքական գործիչներ, դու գիտեիր, չէ՞ դրա մասին։ Դու գիտեիր, չէ՞ որ քաղաքապետարաններում կարում են ապահովեն, շուրիկներին կաշառեն, լրիվ այգու արգելված ծառերը կդրեն, ցեղասպանության թանգարան սարքեն։ 2-3 տարի անցնումա սարդի բներ, տնում շենքը ծախում են։ Սենց հարյուրավոր միլիոնները։ Գլենդելի, գրադարանի, Կոլորադոյի վրայից համուտ կլինելու։ Սարքեք տղեք, սարքեք։ Նավորված։ Մեղրամոմ ծախելով, չես կարա 470 միլիոն դոլարնոց պրոյեկտներ անես։ Էդի կարաս անես պղնձամոլեբտնից, Լիդիա Ինտերնեշնալից կաշառք վեկալելով ոսկի կիսվելով, քյար վաճարի ոսկիները ամեն տեղ ծախելով, ազգին սոված թողելով, պլիտկա ոսկին երգրից հանելով տղես։ Շվեյցարիայի բանկերով, ինչ Շվեյցարիայի բանկ, դու գիտես հարգելի դատախազ, Աննա էլեգանտան, հարգելի քույրիկ, Լոս Անջելեսում քանի 100 միլիոններ կա դոլարով, որ այդ ժողովրդինն է։
Այս բոլորը լվացկա տունն է, բայց լվացքի մեքենան հայրաքելական սուրբ եկեղեցին է սիրելիս։ Աստվածորդնի ազգս հայոց պետականությունս ես հետևում եմ շինարարության գործի ընթացքին Կոլորադոյի վրա բան մի քանի ուրիշ տեղեր է շինարարություն Գրիգոր Լուսավորիչը քարեր կպցրիկ բան հետևում եմ այդ բոլորին հետևում եմ հա շարունակեք դբրոց կշինես ֆիլան հա այդ այն սոված ժողովրդի փողն է էդի եղավ դուք ցեսի իսփիրք կխաղաք խաղցեք բայց իմ ժողովրդի փողը պետք է տակ Դադիկ բաբիկների թոշակը գուզեմ քոնե $700 մըլլասանք բամ հա Ղարաբաղի 460 միլիոնը լոսում է Քոչարյանի դրացու Ղարաբաղցիների շարժումի փրթե բան չի իմ հետ չես միանում իրար հետ աշխատենք Արայ ախպեր շատ հին ու նավթալինած դպրոցնեկը անցեք KGB-ի, որ այս գրասեղանի հետ տունտունի կանեք։ Աստված օրտնի ազգս և իմ հայոց ինքնիշխան պետականությունս։ Պարոն վարչապետ, մի բան ճիշտ արա ասում եմ, թե չէ քեզ էլ կդատենք վաղը Քոչարյանի կողքը։ Զինի ժողովրդին նոր գնա։ Աստված օրտնի քեզ էլ իմաստությամբ մի քանի գրամ գոնե։